Ողջույն բարեկամներ, նախ շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ այս նյութերը տարածելու համար։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք իրավիճակը փոխել եւ մենք կարող ենք հաջողության հասնել անպայման նրա մասին, հասնել նրան ինչին որ մենք երազում ենք, բայց մենք հստակ քայլերի պետք է գնանք, ինչի մասին ես հիմա ուզում եմ խոսեմ։ Մինչդեռ այնքան բան կա խոսելու այս հաղորդման ժամանակ, որ ես չգիտեմ ոնց եմ տեղավորելու այս մոտակա 1 ժամի մեջ։ Նախ շատ եք ինձ գրում ինչ կա Վարդան Ղուկասյանից, հա, եւ տարբեր տեղեր տարբեր բաներ եք կարդում ինձ, ճշտում եք դա ճիշտ է թե ճիշտ չի։ Ես միանգամից ասեմ ու միշտ ասել եմ դրա մասին։ Ես հայտարարում եմ միայն այն ինֆորմացիան, ինչը Վարդան Ղուկասյանը կասի ինձ անձամբ։ Միջնորդավորված ոչ մի ինֆորմացիա ես չեմ հրապարակում։ Հա, որտեղ գիտեք, մենք ինչ մարդկանցով եք շրջապատված եւ ինչ կարգի թյուրիմացություններ կարող են լինել եւ լինում են։ Հա, դա Վարդան Ղուկասյանի մասով։ Երկրորդը, որ ինձ անթակ գրում եք, ինչու ես սրան չեմ աջակցում, նրան չեմ աջակցում, նրան չեմ աջակցում, նրան չեմ աջակցում, հա, սա մասին չեմ ասում, նրա մասին չեմ ասում։ Ժողովուրդ ջան, այստեղ ես ուզում եմ մի 2 րոպեով կանգ առնել։ Եթե դուք տեսնեք, քանի անուն եք տալիս, քանի, հա, ու տեսակ ու ընդ որում որ նայում եմ, այս բավականին իրանք տարբեր են իրենց աշխարհայացքով, կեսին չեմ ճանաչում, մի մասին գուցե ճանաչում եմ, նույնիսկ եթե ինչ-որ նախապատվություններ ունենամ, հա, այնքան առաջարկները բազմաշերտ են, որ ինձ համար շատ դժվար է լինելու կոնկրետ ինչ-որ մի բան ասել, ինչ-որ մեկի նկատմամբ, մեկին երաշխավորել ու դա սարսափելի մեծ պատասխանատվություն է լինելու իմ հենց ինքս իմ նկատմամբ, հա, որովհետև շատ հեշտ է խորհուրդ տալ, ինչու սա չեք անում, ինչու սա չեք անում, սա չեք անում։ Եթե այդ առաջարկողները մի պահ, օրինակ մտածեն սենց, եթե դու ասում ես, ես ասեցի, քո առաջարկով, ես արեցի, արդյոք դու դրա հետևանքները կրելու ես որպես պատասխանատվություն։ Եթե ամեն մի առաջարկող մտածի, որ դրա պատասխանը ինքը պետք է որպես պատասխանատվություն կրի իր վրա, երևի առաջարկությունները հայքին կչանան։ Ես չեմ ասում կպակասեն, որտեղ մեկը մարդիկ անդադ առաջարկներ են ներկայացնելու։ Եթե ես անեմ բոլոր առաջարկները օրական որ ես ստանում եմ, ես կունենամ մի 20 դեմք, 20 բնավորություն, 20 քաղաքական ուղղություն։ Հա, ես դրա համար անում եմ բացառապես այն, ինչը որ ես ճիշտ եմ գտնում, որովհետև չէ որ ես եմ իմ արածների պատասխանատուն, չէ որ ես եմ իմ խոսքերի պատասխանատուն։ Ես ես պետքա զգուշացնեմ, սիրելիներս, ես անդադ խոսում դրա մասին, որ մենք մտել ենք նախընտրական փուլ եւ ցանկացած նախընտրական փուլում Կրեմլը, այս ռուս-թուրքական այս տանդեմը ասպարեզ է շպրտում իր բոլոր ռեսուրսները, բառացի եմ ասում, իր բոլոր ռեսուրսները շպրտում ասպարեզ։ Դա չի նշանակում, որ ասպարեզում միայն ռուս-թուրքական գործոնն է։ Ոչ, հուսում եմ, որ այդպես չի։ Բայց մի հատ որ մեկ տարի հետ գնանք, հիշենք անցած տարի ժամանակ մեր հետ ինչ էր կատարվում, հիշում եք, չէ՞ Տավուշյան դեպքերը։ Ու ինչ արեց Կրեմլը, Կրեմլը վերցեց Բագրատ գետադարձի դեմքով, քայլացրեց մեկին, ժողովրդին Տավուշից բերեց Երևան, Երևանում հավաքեց իր կողքը եւ ուղարկեց տուն։ Ու տենց ամեն օր միջև մարդիկ էլ չէին գա։ Քանի մարդիկ գալիս էին, Բագրատ գետադարձը ակտուալ էր։ Հենց էլ արդեն մարդիկ հիասթափեցին գնացին, պարզվեց Բագրատ գետադարձը էլ ակտուալ չի։ Մինչդեռ դե մայիսին էր երևում, որ ինքը հենց այս նպատակով բերած ներդրած այս գործը իրականացնելու համար ընտրված մարդ է։ Հիմա էլ է դա լինելու։ Երբեք չմտածեիք, որ այս ընտրություններն ու այս քաղաքական դաշտը, այս ռուս-թուրքական տանդեմը պետքա թողի պարապ։ Ոչ, բոլոր հնարավոր նիշաները, բոլոր հնարավոր դարակները զբաղեցնելու է։ Որ նույնիսկ եթե մի հատ էլ արդարության ճիչ ձայն, sense շշուկ լսվի, հա, ոչ թե այդեն փակելու, չէ, կողք այնքան աղմուկ ստեղծեն, որ դա չի լսվելու։ Սա չի նշանակում, որ մենք ոչինչ բան պետքա չանենք, բայց պետքա շատ զգուշ անենք իմանալով հանդերձ, որ այն ինչ որ չափազանց սիրուն ու լավ է թվում, այ հեսա, այս փրկիչը գալու է մեզ փրկի, ու ես անպայման դրա մասին պետք է խոսամ, ասեմ, գնացեք, մասնակցեք, ձայն տվեք, ես քաղաքական դաղված մարդ եմ։ Այս ամբողջ իմ քաղաքական կենսագրությունը, որ ասենք հազարամյակներ չի բնականաբար, բայց ինձ թույլ է տալի, ինձ հուշում է եւ պարտադրում է շատ զգուշ լինել եւ մանրադիտակով նայել բոլոր
բոլոր տեխնացուներին եւ առաջարկները, այն ինչ որ կան։ Հա, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, դուք կարող եք նույնիսկ ինձ խորհուրդ տալ, դուք կարող եք նույնիսկ չկատարելու համար ինձանից նեղանալ, բայց իմ գործողությունների պատասխանատվությունը կրում եմ բացառապես ես, որովհետեւ ես չեմ կարող օդի մեջ հայտարարություններ անել, օդի մեջ եզրակացություններ անել։ Իսկ ինչի չեմ խոսում ինչ որ տեխնացուների մասին, որոնց դուք ակնկալում եք, որ ես ինչու պետք է աջակցեմ, հա։ Մի քանի տարբեր կարող են լինել պատճառները։ Շատ Առաջի ամենաանմեղ պատճառն եմ ասում։ Չունեմ բավարար ինֆորմացիա տվյալ սուբյեկտի մասին, որպեսզի հստակ կարծիք ասեմ։ Չունեմ։ Հա, որտեղ եղած ինֆորմացիան ինձ վստահություն չի տալիս, որ ես խոսք ասելուց չեմ փոշմանելու հետ։ Երկրորդ մի քիչ համեմատաբար մեր տարբերակը, որ գուցեև տեխնացուն այդքան վատը չի երևում, բայց հստակ չի, ինչ է ասում։ Բաներ կա, որ հստակ չի, իրան դեռ ժամանակ է պետք։ Սա չի նշանակում, որ ես միանգամից այդ մարդկանց վերանը փակելու եմ կամ պիտակավորելու եմ, ասեմ, չէ, սա է, նայ, ոչ, սա քաղաքական դաշտ է, ամեն մեկ իր գործունեությունն ունի, ազատություններն ունի եւ կարող է գործի։ Երրորդ տարբերակը, որ ավելի հստակ է, չեմ վստահում։ Ուղղակի տեսնելով իրեն, լսելով խոսակցությունը, անալիզ անելով իր լեքսիկոնը, անցյալը, մարդատիպը եւ այլն։ Ուղղակի չեմ վստահում։ Գուցեև չունեմ ապացույցներ, որ այ ինչի համար չեմ վստահում եւ դրանք այնքան մեծ ապացույցներ են, որ ես էլ ձեզ պետք է ներկայացնեմ, որ դուք էլ չվստահեք։ Չէ։ Ուղղակի իմ ունեցած ինֆորմացիաների եւ անալիզի սահմաններում չեմ վստահում ու չեմ խոսում։ Բայց դա նա չի, որ ես պետքա բոլորին ընկնեմ դուրը ծեծեմ համոզեմ, որ սա այն տեխնացուն չի։ Եվ կամենավատ տարբերակը, որ արդեն փորձված դավաճանը։ Հա, հստակ, ասենք, ոնց ասեմ, այսօր երբ տեսել եք այն վիդեոն, որ Շարմազանովը ոնց է գնում Կրեմլի տակ ծաղիկ դնել։ Հա։ Օրինակի համար եմ ասում։ Ինքը փորձված, թրծված, բաց գործող 5-րդ շարասունը։ Կամ թուրքական կլինի, ռուսական կլինի, էական չի։ Հա, ասենք հիմա նույն է քաղաքական դաշտը, ասենք Խզմալյան Տիգրանից մինչև ասենք Շարմազանով։ Դրանց մասին ինչ խոսած դրանց մասին, պարզ է, չէ՞։ Չնայած այս առիթն էլ բաց չեմ թողնում իրանց մասին խոսալու եւ նկարագրելու, որովհետեւ չափազանց հստակ է գոնե իմ համար եւ այդ պարագայում ես իմ ասածների համար պատասխանատվություն եմ կրում եւ ունեմ հիմնավորում, ինչու ոչ։ Սա ասկասեք, երբ որ քեզ լսում են 50, 60, 100, 150 հազար մարդ, ցանկացած խոսքը կարող է լինի ճակատագրական եւ ինձ համար, եւ այդ մարդկանց համար, եւ երկրի համար։ Այսինքն երբ որ դուք գնում եք մենակ ինձ, դա այս հարաբերությունը իմ ու ձեր մեջ է։ Երբ որ ես այս խոսքը ասում եմ, գրվեց, ձայնագրվեց, սա գնաց եթեր։ Հա, գնաց եթեր եւ Աստված գիտի քանի հազար մարդ կնայի, քանի տասնյակ հազար մարդ կնայի։ Այսօր վաղը չէ, որ այս ամեն ինչը մի օրվա համար չի։ Սա YouTube-ը մնում է, վաղը սերունդներն են նայելու, բայց չեն ասի դու ոնց կարող ես նման բան ասել։ Ինչ կասեն, ձեզ չեն ասելու, ասենք այդ գրողներին չեն ասելու, ոնց կարող է նման կարծիք գրել։ Մի կարծիքը գրել ես։ Հասկացեք, ինչքան շատանում է, մեծանում է աուդիտորիան, այնքան ավելի ծանրանում է խոսքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի կշիռը։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ ասել, արեք, հետո ասեմ, չէ, ճիշտ չէ։ Վատ բան չի սխալ ընդունել, ես պատրաստ եմ, հա, բայց ավելի ճիշտ է հնարավորինս քիչ սխալվելը։ Դրա համար ես բաժանեցի առնվազն 4 տարբերակի, չէ, որ չունեմ ինֆորմացիա, բավարար, որպեսզի կարծիք ունենամ, ունեմ ինֆորմացիա, բայց դեռ ժամանակ եւ հասունացում է պետք, որ տեսնենք դա ուր է տանում, այդպես տեխնացուներ էլ կան։ Հա, արտաքինից վատը չեն, խելոք են եւ այլն, բայց ես իրենց չեմ երաշխավորի երբեք, որտեղ ես չգիտեմ հաջորդ քայլը ինչ անելու։ Պետքա նայել, ընթացքը տեսնել, նայել, քաղաքական հայտարարություններ տանել, կարծիքներ տեսնել եւ ընդհանրապես եւ ամենավերջում ինչ որակի մարդա նա եւ ինչ մասնագիտություններ է տիրապետում, ինչ կենսագրություն ունի, սա իմ համար այս հարցը բոլոր կատեգորիաների, այդ 4 կատեգորիաների համար էլ էական է։ Դե վերջին է, որ ասեցի ակնհայտ դավաճանը, դա չէ, հա, դրանց արդեն էական չի,
Այն դրանից առաջ, որ ուղղակի չեմ վստահում, բայց տեսնում եմ այն չի։ Դեռ արդեն էական չի մարդկային բանը հատկանիշները, բայց այն առաջին երկուսի, որ չունեմ ինֆորմացիա եւ ժամանակ ապետ, այդ երկուսի համար իմ համար շատ կարեւոր է տեխնացուի մարդկային հատկանիշները։ Հիշեք, ցանկացած մարդ, Թրամփից սկսած մինչև Փաշինյան Նիկոլ, իրենց, եթե արդեն նկատել եք եւ արդեն անալիզանում եք, իրենց գործողություններն ու հայտարարությունները դուրս են գալիս իրենց մտածելակերպի, իրենց մարդկային, իրենց արժեհամակարգի տիրույթներից, այսինքն չի կարող Փաշինյան Նիկոլը այլ բան խոսա եւ անի, քան ինքը հիմա խոսում եւ անում է, որովհետեւ ինքը իր էությամբ դա է։ Եվ այն մարդիկ, որ ակնկալում են, որ Փաշինյան Նիկոլը այլ բան պետք է անի, այլ բան խոսա, կամ անմեղսունակ են, չեն հասկանում իրենց խոսքի համար պատասխանատու չեն, կամ վարձկան են։ Հա, նույնը վերաբերում է եւ Թրամփին։ Թրամփը ինչ անում է իր հասկացողության, իր դեսել բանը չեմ, այն ֆակտորի մասին չեմ խոսում, ինքը հատուկ անում դա։ Հա, բայց իր խառնվածքի դա էլ չէ, որ եթե մեկին փողը տալիս են հրամայում են մի բան անելու, դա էլ է խառնվածքի բան։ Քաղաքական գործիչները ընդհանրապես, երբ որ իրանք անցել են երկար, սենց, տարիներ, շերտերով, բան, այդպես գայթակղությունների չեն գնում, որովհետև իրենք այդ անհրաժեշտ բոլոր աստիճաններն անցել են։ Թրամփը ոչ մի աստիճան չի անցել քաղաքական։ Զրո է քաղաքականության մեջ։ Հա, ինքը մի հատ բառ է կրկնում ամեն օր, ու արդեն զզվսել է այդ բառով։ Հա, գործարք։ Ինքը, կյանքը, հարաբերությունները, հարգանքը, պատմությունը, ամեն ինչ վերածել է գործարքի, որի արդյունքում խառնել է ամբողջ աշխարհը։ Հասկանում եք, չէ՞, ես այդ ի սկզբանե իրեն առաջի օրից ասում եմ, մարդ, որ բիզնեսային մտածելակերպով մտնում է բան, քաղաքականությունը չի կարող դարձնի բիզնես, բայց այդ գործիքակազմով կարող է քանդի։ Եվ հակառակը քաղաքական մտածելակերպով մարդը, որ գնում է բիզնես, այդ բիզնեսը կարող է իր արդյունավետությունը կորցնի որպես եկամտի աղբյուր, որովհետև քաղաքականությունը չի ենթադրում օգուտ բիզնես։ Հա, բիզնեսը շահույթ է հետապնդում, չոր շահույթ է հետապնդում օգտագործելով հնարավորին լեգալ եւ անլեգալ բոլոր միջոցները։ Քաղաքականությունը այլ տրամաբանություն ունի։ Ասում ենք, դա տարբեր հարթություններ են, որ երբեք չի կարելի խառնել իրար։ Չի կարելի, ուղղակի դա չի խառնվում։ Հա, ոնց որ ասենք բենզինը ջրի հետ չես խառնի։ Այդ կարգի բան է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այս առաջի երկու կատեգորիաների համար տեխնացուի մարդկային, մասնագիտական, կենսագրական բոլոր շնորհքությունները ինձ համար որոշակի են, որովհետև ես երբեք մեկ տեխնացուի համար երբեք լավ խոսք չեմ ասի, որ ինքն է իմ տեխնացուն, եթե իր պատմության մեջ ինչ է, խափող, քծող, դավաճանած, կուսակցություններ փոխած, ու ես արդեն գիտեմ ինչ է, Հայաստանի կեսագրությունը, կուսակցական պատմությունը առնվազն գոնե վերջի 15-20 տարիներին անգիր գիտենք բոլորս, ես էլ դուք եք, հա։ Այսինքն, դրանք շատ էական են։ Ինձ համար ես հրաշքների չեմ հավատում, որ մարդ կարող է փոխվի։ Ես ընդհանրապես դրան չեմ հավատում, ես մեկ անգամ դավաճանածին եւ սուտ խոսածին երբեք երկրորդ անգամ չեմ վստահում, սա իմ բնավորությունն է։ Ինձ կարելի է խաբել ու դավաճանել մի անգամ, հնարավոր։ Ես բաց եմ, ես ազատ եմ, բայց դա հնարավոր է ընդամենը մի անգամ։ Հա, երկրորդ անգամ ես այդ հնարավորությունը ուղղակի չեմ տալիս։ Ես ոչ թե կռիվ եմ անում, պատերազմ եմ հայտարարում, չէ, ես այդ հնարավորությունը ուղղակի չեմ տալիս։ Սա ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ, մեր ընտրության մեջ պետք է եւս սկզբունք լինի։ Մեկ անգամ խափած, ստած, դավաճանած մարդուն երկրորդ անգամ եթե դու հնարավորություն ես տալի, դու նշանակում է արդեն համաձայնես, որ դա քո հետ պետք է անի։ Հիմա եթե նկատել եք Նիկոլի Էդմոնը, այսինքն ոչ միայն Նիկոլի, հետո Սերժի Էդմոնն էր դրանից առաջ, ինքը ընդհանրապես, հետո Ծառուկյանի Էդմոնն էր ավելի առաջ, հա։ Հիմա Նիկոլի Էդմոնը սկսել է ինչ-որ հայտարարություններ արել։ Անկախ նրանից, եթե նույնիսկ տիեզերական ճշմարտություններ խոսա, նախ ես չեմ լսում, երկրորդն էլ այսքան դավաճանության պրակտիկա ունեցող մարդուն, ես նույնիսկ ինչ ասեմ, այս գրիչը չեմ վստահի, որ ինքը այստեղից վերցնի դնին դեր։ Դա իմ համար փակված թեմա է։ Ես գիտեմ, որ շատերը կարող են լսել առանց մտածելու հետևանքների մասին։ Ես չէ։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է ասեմ, ես եմ ճիշտ ու վերջ։ Ես ընդհանրապես բացատրում եմ ինչու ես տեխնացուների մասին ուղիղ չեմ ասում գնացեք սատարեք նրան, գնացեք սատարեք նրան, որովհետև նայում եմ այդ քանակը այդ տեխնացուների մտածում Տեր Աստված, գոնե իրանք մեջ մի հատ իրար մեջ կոնսենսուսի գան,
Հետո ինձ առաջարկեն, էլի։ Իմ գործը կհեշտանա, հա, դրանով։ Բայց ունամից ինչքան խայտաբղետ է քաղաքական դաշտը, առաջարկությունները, համոզմունքները։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում մտնեմ եւ միջամտեմ, ասեմ, այս ինչի է լավը կամ ինչի է վատը։ Ես ընդհանուր կոնցեպտուալ մոտեցումն եմ ձևակերպում, որը այնքան ունիվերսալ է, որ կարելի է օգտագործել ցանկացած տեխնոլոգիայի նկատմամբ։ Ցանկացած, այսինքն եթե դու գիտես, այս մարդը մի անգամ ստել է, ավելավա մի գնա ընտրության։ Մի գնա, եթե այս մարդը մի անգամ դավաճանել է, մոռացեք իր անունը։ Մեկ անգամ չէ պարտադիր չի դա լինի, 10 տարի առաջ եթե ընդհանրապես մարդը ունակա հակված է դավաճանության հակված է ստելուն, ինչ իմաստ ունի նորից գնալ ու խափնվել։ Չկա մարդ, չկա ձեր ունեցած տեխնացում։ Կամ ստեղծեք, կամ իմասնակցեք։ Կամ ստեղծեք, կամ իմասնակցեք։ Ես վստահ եմ, որ հայկական քաղաքական դաշտում կան մարդիկ, բայց ես ուրիշ բան պետք է ասեմ նաև։ Այդ մարդիկ, ովքեր ունեն քաղաքական միտք եւ գիտակցություն եւ ասելիք, իրանք այս աղմուկի մեջ հնարավոր է չլսվեն, որովհետեւ աղմուկը ստեղծվում է հատուկ, որ այդ փոքրիկ ձայները չլսվեն։ Որ այդ հանկարծ այդ փոքրիկ միավորները երբեք չձևակերպվեն, չմիավորվեն, չկայանան, հա, ու բանը տեխնացիության անունները պատտվում է շատ որոշակի արհեստականորեն ստեղծված, հիմնականում արհեստականորեն ստեղծված ֆիգուրների կողքը։ Իսկ եթե այդ ֆիգուրը անցանկալի է, շատ արագ վերացնում են։ Եթե աղմուկը վեցանում է դրա շուրջ, արագ վերացնում են, ձևերը կգտնեն, վստահ եղեք։ Ձևերը կգտնեն։ Այնպես որ պարապ նստած չի ռուս-թուրքական դաշինքը, ասես միկրոսկոպով նայում է ինչա կատարվում։ Այնքան հարցակում, որ իմ YouTube-յան էջի վրա է գալի, ես անընդհատ եւ իմ կայքի վրա եմ միջոցով, իմ բիզնես կայքի վրա, դա ինչ եք հարցակում։ Ինչ ազես արել դա։ Հա, ես անընդհատ admin-ներից ստանում եմ, որ այս հարցակում կա շշուտ բաներ, փոխում, ստիպված, այդ password-ներ, login-ներ եւ այլն, որովհետեւ ինքը անընդհատ հարցակման տակ է։ Այսինքն նշանակում է, որ եթե ասենք 40-50 կամ 100,000 մարդ օրեկան որ հետևում է ամեն ինչին, խանգարում է իրանց եւ նույնիսկ օվկիանոսից այն կողմ ուզում են լրացնել, պատկերացեք Երևանում գետնի վրա մի քանի հազար մարդ ունակ հավաքելու մարդուն ինչ կանեն իրանք։ Ինչ որ արել են միշտ։ Հուսով եմ ես, հա, իդեպ, ես էլ եմ ուզում ցույց տամ, որ հասկանաք, որ ես բան չեմ ասում, ճանաչում եք այս ընկերոջը։ Սա Վիտալի Բալասանյանն է։ Դե հիմա լսեք 12 թվականի եւ 19 թվականի նույն ելույթներն է իրա։ Լսեք ժողովուրդ, 1988 թվականից սկսած Ղարաբաղյան շարժումը ոչ միայն Մայր Հայաստանին վերամիավորվելու շարժում էր, իմ կյանքի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր պաշտպանված, սոցիալապես ապահովված, տնտեսապես զարգացած Միացյալ Հայաստան։ Եթե մի մարդ խոսում է, որ Արցախի այսպես ասած հանրապետությունը ըստ իրենց դա մարզ է Հայաստանի հանրապետության համար, ուրեմն չեն հարգում այն հազարավոր հայրենիներին, արյունը, աշխատանքը, քրտնինքը, որոնք 91-94 առ այսօր գումարած ապրիլյան այդ մեր ծանրագույն օրերը, որոնք քրտնինք են թափել։ Սիրելի ժողովուրդ, 1900 Հասկանում եք, ամբողջ քաղաքական դաշտը այս քաղաքական մարմնավաճառներով լցված է։ Ես չեմ կարող մոռանալ, ես չեմ կարող անտեսել։ Ես այս բարձ օրինակ ցույց տվեցի։ Այսօր սա է ասում, վաղը նա է ասում։ Ըստ օրվա կուրսի։ Այդ Նիկոլ Փաշինյան տեսած մարդ ենք, հա, Էդմոն Մարուկյան տեսած մարդ ենք։ Մենք ոնց կարող է դա հաշվի չառնենք, ոնց կարող է մոռանանք դրա մասին։ Ես թարսի նման լավ հիշողություն ունեմ։ Այդքան հիշաչած չեմ, բայց իմ հիշողությունը շատ լավ է։ Ես ոչ մի բան չեմ մոռանում, հա, որովհետև իմը ոչ թե մեխանիկական հիշողություն, իմ տպավորությունը։ Լսեցի, դա տպավորությունը մնաց տակը, վերջ, իրան դնում եմ մի կողմ։ Վերջ։ Ու ես դրա համար էլ այս ձեր անդադ գրված այս տեխնացումները ես չեմ կարող առաջարկել այն 4 պայմաններով պայմանավորված։ Հիմա անցնենք մյուս այս կարգի դավաճաններին, հա։ Նայեք, հայ ժողովրդին մի աչքով մի նայեք, ասում եմ։ Ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվել։ Սա այն տականքն է, որ գնացել է Աղդամում, նորերով նկարվում է, ասում է Աղդամն իմ հայրենիքն է։ Հիմա ասում հայ ժողովրդին մի աչքով մի նայեք,
Այսինքն հայ ժողովրդին զատումը առանձնացում է արցախցիներից։ Հիմա այս հարցով եմ ուզում խոսամ, որ ինձ ասում են, մեղադրում են արցախցիները այսքան պաշտպանելու մեջ, ես համաձայն եմ ձեր մեղադրանքներն ընդունելու, գիտեք ինչի, ես նման ոչ մեկին չեմ մեղադրում։ Ինչի՞, որովհետև դա իմ որոշումն է։ Ես եմ որոշել իմ համար, եւ ինձ խորհուրդ չեն տվել, որ ասեմ, դու ասեցիր, ես էլ կրկնեցի, հիմա ինձ մեղադրում են դա համար։ Արցախը Հայաստանն է, արցախցին հայ է։ Հիմա սա նման տականքը մի քանի երես ունեցողը, որ պիտի ասի հայ ժողովրդին միաշկով մի նայեք, այո, միաշկով մի նայեք, դու տեսավ վզակոտների տալով ոնց է ձեզ մտցնելու բանտերը, այդ մասով համաձայն եմ, հանկարծ միաշկով չնայեք, բայց արցախցին հայ է, Արցախը Հայաստանն է, ու դրա մասին քո նման ճիճուն ընդամենը 5 տարի առաջ նուրերը ասես ձեռքը Ղարաբաղում նկատվում էր, հիշացնեմ, հա, իսկ ձեր գլխավոր ճիճուն գոռում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, որ իշխանության գար, բայց սա միակը չի, երևի հիշում եք այս հանցագործին, որ ասում է բարելույս, օրը սկսենք շատ լավ լուրով, արցախցիների 30%-ը լքել է Հայաստանը, հիմա ես կասեմ ես ամեն ինչի համար այ, ես անընդհատ մտածում եի սա իրանց հիստերիան է, արցախցիների վրա հարձակումը կամ արցախցիների ակտիվացման դեմ են ուզում առնեն, բայց չէ, սա ավելի խորն է։ Հիմա գալիս ենք դրան։ Պետք է ասեմ, որ ուրեմն Ռոման Երիցյանը, փաստաբան, դիմում է ներկայացել այս տականքի նկատմամբ դատախազություն քրեական գործ հարուցելու համար, հենց այս տողերի համար, ազգի մեջ պառակման եւ թշնամություն սերմանելու հոդվածով։ Մյուսին նայենք։ Երևի ճանաչում եք Կարմեն Ասլանյան, հիմա ես ոչ կարող եմ չասել, չէ՞, ես միջև ասենց անհատական չեմ անդրադարձել։ Ուրեմն ես տեսա հոդվածը YouTube-յան այս հաղորդումը, որ ինքը այսօր ում է հրավիրել այս հարցով թուրքերի սայրի պասպան, հայտնի թուրք Մարիա Կարապետյանի։ Ու սենց վերնագիրը տակը, դες տեսա, տենց անցավ թայմլայնով, լավ ասի հիմա լրագրողը, հա, ինքը կարող ասի, ես եմ ընտրում, չէ՞ ում կանչեմ հյուր, հա, ու շատ պատահական մենակ այս թուրքերին է կանչում Ազատություն ռադիոկայան, հա, մեկ էլ տարածել է վերևը նույն տողերը, թուրք չենք տալու հիմա էլ Հայաստանում անել այն, ինչ Լեռնային Ղարաբաղում արեցին, Մարիա Կարապետյան։ Կարմեն Ասլանյան, ես շատ եմ խոսացել ձեր ազատության մասին, բայց ուղղակի ափսոսս գալիս է, որ սենց աշկներից բոլորից առաջ, հա, լրագրողից վերածվեցիր Պետրոս Ղազարյանի։ Նշան ասել է թե թուրքական քարոզչի։ Դες բարձ բան եմ ասում, դու դարձել ես, վերածվել ես թուրքական քարոզչի։ Այսինքն մի հատ վերնագիր բան չի, մի հատ այդ ստատուս է գրել, տեղադրել է իր էջում, ես չգիտեմ էլ քանի տակը դե բادկացած բաներ էլ կա, դեմքեր էլ կա, բայց 37 հոգի է, 13 ժամվա մեջ սրան արձագանքել, հա, այս գրառումին, մնացած կամ ուղղակի չեն արձագանքել, մի մասը չեմ էլ նայել իշխանը հավանել, որքան են հավանել ես, բայց ինքը վերնագրից բացի մի հատ է ստատուսը դնում է, որ թույլ չենք տալու հիմա էլ Հայաստանում անել այն, ինչ արեցիք Ղարաբաղում։ Ղարաբաղում էլ Հայաստանում ինչ արեցիք, չարեցիք, դուք արեցիք։ Դուք թուրքերը ու Կարմեն Ասլանյանի եւ մնացած բոլոր արդեն քարոզչի վերածված լրագրողներն էլ ուղղակի ձեզ ուզում տեղեկացնել, որ գիտեք, ասում են Նիկոլից հետո կյանք կա Հայաստանում։ Ասում են։ Ու ես վստահ եմ, որ կա։ Ու ես պետք է ասեմ, որ դեռ 1 տարի առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել սահմանադրության փոփոխության մասին, պարտադիր լինելու մասին, որ պետք է ընդառաջեն թուրքերին, ամբողջ քարոզչական դաշտը ճաք տվեց այդ ժամանակ, որտեղ այն մասը, որ սկսեց գովել այդ փոփոխությունները, անմիջապես հակահարված ստացավ հենց իմ կողմից առաջին հերթին, Էլեն երևի դեպքեր դրել եք, չգիտեմ, ես իմացած եմ ասում, ու այդտեղ պարզ դարձավ, որ ոչ բոլորի համար է միանշանակ, որ Նիկոլից հետո կյանք չկա։ Շատերը հասկացան, չգիտես, Նիկոլից հետո կյանք կա ու պարտադիր չի մտնել այդ խորտակվող նավը։ Դա դեռ 1 տարի առաջ էր։ Դրանից 1 տարի հետո Գյումրու եւ Փարաքարի խայտարակ ցուցանիշներից հետո ոտ դնել, իր վրա վերցնել թուրքական դրոշը,
մեղսակից դառնալ այս ամբողջ կոտորածների ու ցեղասպանության ու դառնալ թուրքական քարոզիչ, սրա համար առնվազն պետքա, չգիտեմ, ինչ ասեմ, որ շատ կոպիտ չլինի։ Այսինքն մանանեխի հատիկի չափ ուղեղ ունենալու պատագայում սա չէ լինի, սենց ասեմ, ոչ քեզ պարզ լինի։ Հա, պես ասում, մանանեխի չափ ուղեղ էր պետք եւ քտածակ։ Հա, որ սա չանել, բայց փաստորեն չկա դա։ Չի լինելու։ Ձեր ուզածը չի լինելու ուղղակի։ Բայց ես հիմա ասեմ, այս ամեն ինչի ինչի համար արվում։ Հա, մենակ ինքը չի, ես մի հատ բան էլ կա, չէ՞, միստր Մահը, հա, դոկտոր Մահը, ասում է, ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն։ Արցախը երկրորդ պետություն չի, Արցախը Հայաստան էր, եթե ձեզ մնա Հայաստանն էլ պետքա չլինի։ Հա, դա ձեր երազանքն է։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասել, տեսեք ոնց են հարձակվել արցախցիների վրա, ինչ է կարծում, ինչի համար։ Ես եկա մտածում էի, այսօր լիարժեք պատասխանը ես ես հիմա կտամ։ Եվ այսպես Ադրբեջանը սկսել է բնակեցնել Արցախի տարածքները, գյուղերը եւ ստեղ ուղիղ գրածա որտեղ ինչքան մարդա տեղափոխել։ Հա, որտեղ ինչքան, եթե իրանց կարելի է մարդ ասել, ուրեմն Լաչին 570 ընտանիք 2090 մարդա տեղափոխել, հա, Լաչինի շրջան 823 մարդ 217 ընտանիք, Սուս գյուղը 215 հոգի, Ֆիզուլի 3136, հա, մի խոսքով, սենց մի ամբողջ ցուցակ կա, ընդհանուր 12672 մարդ ինքը բնակեցնում է Արցախի տարածքում։ Բարձր էս ամեն ինչի համար արվում։ Ու որ հանկարծ Հայաստանից որևէ բողոք արցախցիների կողմից, հայ բնակչության կողմից, ոչ չլինի այլ, ինչ եք լռում արա։ Սրանք հայկական բնակավայրներն են, տվել են, նրանք բնակեցնում են, սրանք ստեղ արցախցիներն են այս տականքների ձեռքով, վիրավորում, խլեցնում, նվաստացնում ու կան մարդիկ, որ մտել են դրա մեջ, հիշել են, որ արցախցու հետ պրոբլեմ են ունեցել, մեկը տանվարձը չի տվել, մեկը ժամանակին իր լավ չի վերաբերվել, դարձել են այս խաղի մասնակից, առանց հասկանալու, որ այս թշնամությունը, որ հենց հիմա արվում է, սա արվում է նրա համար, որ այս մարդկանց տաները բնակեցնեն հենց հիմա Արցախում, թուրքերով, որ այս մարդիկ հետ գնալու տեղ չունենան։ Վաղը սրանց սատկելուց հետո, հա, հայը որ վերականգնեց Արցախի բանը, իրանք պետք է ասեն, որ միակ այս մեր տներն է, մենք ստեղ արդեն ապրում ենք։ Հասկացաք այս ամեն ինչի հիմա ինչի է կատարվում։ Սրա մասնակիցը դառել նաև լրագրող արդեն քարոզիչ, նաև Կարլեն Ասլանյանը։ Եվ չգիտեմ, էլի կարող այնտեղ մարդիկ կանա։ Դուք հիմա հասկացաք ինչ հանցագործության մասնակից եք դառել։ Հիմա հասկացաք, այն որ Մարիա Կարապետյանը դա կարարաներ, այն դոկտոր Մահը դա կարարաներ, այն որ Մալենները դա կարանային, դա իրանց գործն է, իրանց դրա համար են բերել իշխանության, իրանց դրա համար են պահում, իրանց դրա համար են աճեցրել, հա, կոլբայի մեջ։ Ու նրանք ովքեր այս ընթացքում միանում են դրան, ու չեն ասում, դուք ես ինչ եք անում։ Նրանք փաստորեն գիտակցաբար այսօր, որ պարզ է, չէ, որ սրանք սատկելու են, սրանք ապագա չունեն, սրանք չկան, գոյություն չունեն, լեգիտիմությունը զրո է, 10-ից ներքև դա զրոն է։ Բայց դե հիմա ադիտես մարդկա դա չի հասկանում։ Պատրաստ է մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել եւ Ադրբեջանի նախագահի կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին վարչապետ։ Ես այս տականքին ու մնացածներին հիշեցնեմ, որ մեր գերիները բոլորը պետք է տուն վերադառնային դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ձեր հայտարարությունից հետո։ Այս երկար ժամանակ ոչ մի ձայն չէր հանում։ Դու գերիների հարցը փակված է, մենք գերի ունենք, որ փոխանակենք, հա, գերիներին տալիս է, հանցագործներին տալիս է, մարդկանց հայ մարդուն սպանած գլխատականքի վրայից հանում ենք քրական հետապնդումը դատախազության մակարդակի վրա։ Սա մի առանձին թեմա է։ Հա, հիմա էլ ասում է Ադրբեջանը ինչ ուզում է, պետք է տանք մեր գերիներին հետ բերել։ Հասկանում եք այս գերիներին ինչի են թողել այնտեղ։
Ես վստահ եմ երկու հոգու ամեն ինչ տանելու է երկու հոգու տա։ Հետո էլի պահի, որ էլ ինչ ես ուզում քեզ բերենք գեյներին։ Նիկոլը այս տականքներ Ալիևից սարքել են մեր դեմ բան։ Ու պատանդի տեղ օգտագործում են էլի։ Հա, այս արեք թե դեռ բան կլինի, այս արեք թե չէ գեյներին գտան։ Ու Կարլեն Ասլանյանները աջակիցն են սրա։ Նաև դու ոնց եք կարող ապրեք, ոնց եք կարող քնեք արա դու։ Կրակոցները չեն կատարվում դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների հիմնական դեպի օդ են Ալեքս Նիմոնյանն, սա այն բանն է, կրակոցների հետևանքներն են։ Հիմա դատախազություն ունենք մենք ընդհանրապես, չնայած եթե դատախազություն ունենայինք Նիկոլ Փաշինյան, Մարիա Կարապետյան, սրանք որտեղից պետք է լինեին ազատ, ոնց կարող է սրանք ապրեին ընդհանրապես, սրանք բաղուց պետք է ձերբակալված լինեին։ Հիմա փաստորեն ինչ որ մեկը կրակել է այս պատերի վրա, ինչ որ մեկը։ Լավ, եթե Ալեն Սիմոնյանն ասում է ադրբեջանցին չէ, բահարց։ Ո՞վ է կրակել արա։ Ո՞վ է կրակել։ Դե հարցի պատասխանեք, ո՞վ է կրակել։ Ալենը հենա ասում է, բան չի։ Ադրբեջանցին չի, բա գտեք ով է կրակել։ Հիմա հասկացաք ուժայիններ դուք ինչ եք։ Դուք ինչ եք, եթե ձեզ իհարկե ուժային կարելի ասել, դուք ուժային չեք, ես ասել եմ դուք ինչ եք։ Դուք ուղղակի ուժային կառույցներում աշխատող, հայկական ուժային համազգեստը, ուժայինների համազգեստը հակնող, դուք Նիկոլի եւ Ալիևի ձեռքի յաթաղանն եք դուք։ Դուք ինչ ուժային արա։ Դուք ինչ ուժային։ Ձեր երեխեքը ոնց կարող է իրենց երջանիկ զգան եւ իրենց ծնողները յաթաղան են, թուրքի յաթաղան դրած հայի վզի վրա։ Ես գիտեմ դուք թքած ունեք դրա վրա, ձեզ այսօրվա լափը, այսօրվա ծախսերը, այսօրվա կայֆերը տեղը լինի, բայց երեխեքը։ Լավ, սա մասին չեմ ուզում խոսալ։ Իրանը հասավ նրան, որ հայերի հետ միջոցառում է կազմակերպել սահմանը պարելու համար ու այս զորավարժությունները համատեղ այս նշանաբանով է ինչ անել եթե հարձակում լինի մեր անցակետի վրա պատկերացնում եք ինչքան գնաց եկավ ինչքան համոզած լինի ես չգիտեմ ոնց է համոզել որ հայերի հետ թե չէ ինքը մենակ էլ կարող անել 150,000-նոց զորքը 150,000-նոց զորքը քանի տարիա կանգնած այնտեղ հենց այդ փոքր տեղի վրա սրանք ասում են պիտի բացեք նա ասում է չէ սրանք ասում են պիտի բացեք նա ասում է չէ այնքան միջև հայերին էլ տարավ ես չգիտեմ ինչու մի հատ բան կանեն համատեղ ինչ անել եթե հարձակում լինի այս անցման կետի վրա ինձ բան են անում չեմ ես այդքան բաների վրա վստահ որ իրանցիների վրա վստահ որ իրենք Ադրբեջանի շնորհավորեցին երբ որ Արցախը դատարկեցին բա ինչ պետք է անեին Ադրբեջանի շնորհավորել նաև Հայաստանը միջև այսօր էլ ինչեր այսօր շնորհավորում է ձեզ ինչ է թվում Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի Արցախից Իրանը չէ Իրանը պետք է Իրանը տեղից արդեն թշնամի է եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ոչ չի թողում Զանգեզուրի միջանցքը բացվի Իրանը այն ինչ որ մենք պետք է անենք ինքն է անում հա բայց այն ինչ որ մենք ճանաչել ենք մենք որ ասում ենք այս ճիվաղները էլի Արցախ-Ադրբեջանի կազմում մեզ թվում է թե Իրանը մեզանից նույնիսկ այդ հարցում պետք է առաջ լիներ մենք կարելի է այսքան մանկամիտ լինել ասկի մեզ թվում է որ մենք մեր համար ոչ մի բան պետք է չանենք բայց եթե կողքի երկիրը դա չի անում մեր փոխարեն դիալեկտի շալեմանա ասկի մենք ոչ մի բանով մենք ընդհանրապես ոչ մի բանի մեջ մեղավոր չենք ժողովուրդ ջան մեզանից ընդհանրապես բան կախված չի մենք մեր համար ոչինչ պիտի չանենք մեր գործը մենակ մունատ կալնա դե մունատ է Չես միանում անցած դարի վերքերես, հիմա մոտենում ենք 24-ին։ Երբ դուք հիշում եք, որ անցած երևի մեկ շաբաթ անընդհատ խոսում են դրա մասին, որ այս 24 ապրիլի 24-ը պետք է դառնա ճիվաղին մերժելու օր։ Ճիվաղին, ցեղասպանին մերժելու օր։ Ես այնքան մասին խոսացի, այսօր ստացա մի այսպիսի գրություն, ուզում եմ ձեր հետ կիսվեմ, հայտարարություն։ Բա կարդամ ձեր համար։ Հայտարարություն
ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին արձանագրում ենք, որ ենթարկվելով արտաքին ուժերի թելադրանքին ու սպասարկելով վերջինների սորակարգերը, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները իդեմս Վիգեն Խաչատրյանի եւ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի падգամավորների ու նախարարների հանդես են գալիս հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ու դրա հետևանքները կասկածի տակ դնող հանրային հայտարարություններով։ Այս հայտարարությունները լիովին համապատասխանում են ԿՊ-ական իշխանությունների ազգային հիշողությունն արժեհամակարգը թիրախավորելու ու ծանրակելու բազմաթիվ հայտարարությունների գործողությունների տրամաբանությանը։ Հայաստանում իշխանությունը հակասահմանադրական եղանակով զավթված ԿՊ-ական ռեժիմը 7 տարի շարունակ հետևողականորեն իրականացնում է հակապետական եւ հակաազգային գործողությունների համալիր ծրագիր։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու գործող օրենսդրությունը հակասող, հակազգային, հակապետական այս գործողությունները լոկ ցեղասպանության պատմական փաստի ժխտողականության գործողություններ չեն։ Դրանք իրենց մեջ պարունակում են լրջագույն վտանգներ, ոճրագործ պետության իր հաջորդին հնարավորություն տալով վայելել անպատժելիության զգացումը, ել ավելի մեծ թափ հաղորդելով ժխտողական գործողություններին ու հայկական ժառանգության հանդեպ տարվող ռասիստական պետական քաղաքականությանը։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնող հայտարարությունները արվեցին հենց Փյուրքյան համայնքների հետ հանդիպումների ժամանակ։ Հետևաբար դրանք կրել են միտումնավոր ու նպատակաուղղված բնույթ։ Իմացում եք։ Ստեղծված իրավիճակն աննախադեպ է հայ ժողովրդի պատմության մեջ իր հակահայ ու հակազգային դրսևորումներով։ Պատասխան գործողությունների բացակայությունն ու լռությունը ընդամենը նոր այլանդակ ու այլասերված մտքեր մեջտեղ բերելու հնարավորություն է տալիս ներկայ իշխանություններին։ Կոչ ենք անում Սփյուռքի մեր հայրենակիցների սուրբ թվի ապրիլի 24-ի նախորդին միահամուռ կերպով հանդես գալ հայաստանյան ներկայիս իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները դատապարտող հայտարարությամբ։ Խստորեն դատապարտելով Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ ու ծանր հետևանքները առաջացնող կառավարումն ու հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը, հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով ու համակիներով հանդերձ հանդիսանում է 21-րդ դարի առաջին քառորդի ընթացքում իրականացված նոր ցեղասպանության ու էթնիկ զտման մեջ մեղսակից ու համագործակցող կողմ։ Ուստի կոչ ենք անում ամեն կերպ խոչընդոտել հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակն անարգած ու պղծած անձանց մուտքը ծիծեռնակաբեր։ Շնորհակալություն։ Սույն կոչի հասեատերն են բոլոր անհատներն ու հասարակական քաղաքական կազմակերպությունները, Հայաստանի պետական ծառայողները, ովքեր ազգային արժանապատվությունն ու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վեր կդասեն պատեհապաշտ ու հարմարողական կեցվածքից։ Միացեք այս կոչին ու մի թույլ տվեք սրբապիղծների մուտքը հայոց ցեղասպանության հուշահամալիր նախաձեռնող խումբ։ Եվ այսպես, շնորհակալություն այս տեքստի համար, հոյակապիրված է։ Լավ ձևակերպված մի որ աշխատած այլ ես այս տեքստ չեմ կարող գրել։ Օրերով պետք է նստեմ սս գրագետ տեքստ գրելու համար։ Գուցե արդյունքում էս էլ չստացվի։ Իսկ շնորհակալություն այս տեքստը կազմողներին։ Նախաձեռնող խումբը ես իմացա տեսնում եմ, որ նաև Կարլեն ջան համույթ մոռացավ։ Լավ, մեր Կարլենը։ Կարլեն Թադևոսյան, ոնց կարող եմ մոռանալ։ Թադևոսյան Կարլենն էլ իր մոտ տարածում, որ միջև բան պետք է անել, ցեղասպանության օրը, այդ ապրիլի 24-ին ճիվաղի մուտքը դեռ աչքելելու համար։ Հիմա ինչ եմ առաջարկում ես բոլոր անհատներին եւ կազմակերպությունների Սփյուռքում եւ Հայաստանում։ Ուզում եք միասին մի ճակատով արեք։ Ուզում եք անհատական ձեր կողմից արեք այս հայտարարությունները, որ դուք դատապարտում եք այս ցեղասպան, այս ազգուրած, այս այլասերված, այս թուրքական իշխանությունների պահվածքը եւ կոչ եք անում հուշահամալիրը ապրիլի 24-ին չպղծել իրենց պիղծ ներկայությամբ։ Տեսեք, ես չեմ կոչանում միավորվեք, բան, ես այդ բառերը տանել չեմ կարողանում ուղղակի, հա։
Որովհետև եթե մարդ ուզում է մի բան անի, ինքը անում է, եթե ինքը չի ուզում անի, ինքը հաստատ չի սպասում իմ կոչերին կամ իմ հորդորներին, եթե կարելի է այդպես ասել։ Բոլորին, հա։ Եթե մեկի համար դա էական է, ինքը անում է, եթե մեկի համար դա էական չի, ինքը արգելք է փնտրում դա չանելու համար։ Եվ այսպես այս տեքստը ես կտեղադրեմ եւ Facebook-յան իմ էջի վրա եւ չգիտեմ YouTube-ի տակը կարող եմ դնել թե չէ, բայց եթե մարդ կա, որ ուզում է այս տեքստը PDF ես իրան ուղարկեմ, ես ֆայլով ունեմ։ Բայց բանը շատ պարզ է։ Ձեր բարելով կարող եք ձևակերպել մոտապես հետեւյալ պահանջն է։ Դուք Թուրքիային ծառայող իշխանությունները մի բացեք մեր հուշարձանը, մեր այդ օրվա օրը, հա, ոգեկոչման եւ իմջալոս ամենակ ոգեկոչման օր չի, սա պահանջատիրության օրը, պահանջատիրության օրը։ Եթե չի վաղը ուզում է պահանջատիրության օրը գնա ապրիլի 24, ինքն էլ դառնա պահանջատեր, ինքը առնվազն պետք է իմանա, որ ժողովուրդը, հայ ժողովուրդը, հայերը, ժեխը չէ, հայերը իրան ընկալում են որպես պիղծ, ու ասում են այդ պիղծ դու նույնիսկ պահանջատիրության մասին խոսելու իրավունք չունես, որովհետև դու ամեն ինչ տալիս ես։ Հենց հիմա դու հարձակում ես կազմակերպել արցախցիների վրա, որ իրենց տները բնակեցնես թուրքերով, ապրիլի 24-ին ընդառաջ։ 110-րդ տարելիցին ընդառաջ հայկական բնակավայրները բնակեցվում են թուրքերով։ 110 տարի անց։ Կարլեն Ասլենյան, լսեցի՞ր։ Ու դու դրա քարոզիչն ես։ Իհարկե ոչ մենակ դու ես Պետրոս Նախազարյան, էլի տենց քարոզիչներ կան, ես չեմ ուզում բոլորին անդրադառնալ, բայց այսօր դու միացար այդ ոհմակին։ Եղեսկո Ժորժ ջան, ես կոչեր չեմ անում, միավորվեք, ես կողմ են կողմ։ Կա օրը, կա առիթը, դու կարող եք ձեր անունից անհատական ձեր հայտարարություններն անել ու պահանջեք։ Իրանք էլ թող անեն այն ինչ որ նայեք, այդ պահանջից հետո, երբ որ դուք իրան հայտարարում եք պիղծ ու ասում ես մի պղծի, ինքը գնայել դու հաղթացես, չգնայել դու հաղթացես։ Ասենց անբեկանելի բան է, քայլ է, ոչ մի բան չկա այդտեղ։ Սա էլ մյուս պիղծն է, Աննա Հակոբյան անունով, մեկը գրել է Բարև Լիրբ, վերևը եւ գրել եմ անառակը, Բարև անառակ, այնը գրել է անառակը դու ես։ Դու պատկերացնում եք մի տեղ վարչապետի կին, որ Facebook-ում ասում են Բարև Լիրբ, Բարև անառակ, իրանք էլ գրում են անառակը դու ես։ Ես ասեմ ավելին, Աննա Հակոբյան, եթե անառակ չլինեիր, չէր գրի անառակը դու ես։ Սա արդեն ապացույց է, որ ինքը ճիշտ են ասում։ Ու սա Հայաստանի Հանրապետության վարչապետի չգիտեմ ինչն է, էական չի։ Բայց ինքը որոշել է, որ ինքը այնքան արժեք ունի, որ ինքը կարող է գնա դաստա, ասի կրթությունը մոդայիկ է թե չէ։ Խնդրեմ սա է պատկերը։ Էս էլ իրա բանն է, եթիմը։ Ոչ թե պատերազմների մորոք եղել, այլ ես պատերազմի։ Հասկացաք։ Ոչ թե պատերազմի, օրոք պատերազմը իր օրոք եղել։ Ինքը պատահական այդ շրջանում բան էր, վարշապետ էր, պատկերացնում եք։ Ինքը պատահական, ցած անցնում է, մեկ էլ վայ, պատերազմ եղավ իմ օրոք, վայ, էս ո՞նց եղավ։ Ինչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն է մեր գլխում։ Նայեք էլի ժողովուրդ ջան։ Լավ։ Սա ինչի համար եմ ցույց տալի։ Եթե դուք ձեր շրջապատում դեռում եք, եթե դրանց կարելի ասել մարդ, որ ես ամեն ինչը լսում ու լուրջ ընդունում եւ ավելին ասեմ համաձայն է, պետք է շնորհակալություն ասեք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը բացահայտել է ձեր համար, թե ինչպեսի չլինի, պետքա չլինի մարդը։ Որովհետեւ այս խոսքերին համաձայնվողը դա վտանգ է պետականության համար, ոչ թե միայն ձեր համար, ընդհանրապես հասարակության համար, այս մարդիկ վտանգավոր են, այսինքն նշանակում է զուրկա բանականությունից, զուրկա բարոյականությունից, զուրկա տրամաբանությունից, այսինքն քայլող վտանգ է, էլի, քայլող վտանգ է, դուք պատկերացնում եք, չէ՞ որ մենք որ փողոցում քայլում ենք մեքենա ենք շու, վստահ ենք, որ այս կողքի մեքենաս էս չի գալու հատուկ խփի մեզ, կամ տենա մենք փողոցն ենք անցնում, չի քշելու վտանգներս, որովհետև կա ինչ որ տրամաբանական բաներ, որ դե մարդիկ չեն անում, էլի։
Եթե մեկի համար այս հայտարարությունները նորմալ են ընկալելի են, դուք տեսնում եք ձեր դիված կամ կողքը, չգիտեմ որտեղ, մեկին, որ ինքը վտանգ է ներկայացնում հասարակության համար։ Ոչ միայն սրանք են վտանգ հասարակության համար, այլևս ամեն ինչը նորմալ ընդունողներն են վտանգ հասարակության համար, նաև այն մարդիկ են վտանգ հասարակության համար, ով դրանց շարունակում է հետաշատել, բարև տալ, ծնունդներ շնորհավորել, շփվել եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց սրա մասին վերջում եմ խոսալու, ես հիմա չեմ ուզում առաջ ընկնել էլի։ Այդ ցեն չկա։ Ոնց ես Կարլեն Ասլանյան։ Լավես ես կնոջ ասելու բան ունես։ Եվ ընդհանրապես բոլոր Կարլեն Ասլանյանները, դες Ստյոպա Սաֆարյաններ կան, Խուրշուդյաններ կան, Խզբալյաններ կան։ Դուք ես կնոջ ասելու բան ունեք։ Այս կնոջ ասածը մենակ այդ տականքին չի, սա նաև ձեզ այս հարցի պատասխանը նաև դուք պիտի տաք։ Անես չի որ դուք մտել եք մկան ծակը ու ձենը չի լսում, չնայած այս արցախցիների նկատմամբ ատելության ալիքը ասում են նաև ոչ թե ասում նաև հենց սկսել է Սավարյան Ստյոպիկից, ես քանի որ դա չեմ տեսել, չեմ անդրադառնում, բայց ես չեմ կասկածում, որ ինքը համաձայն է այս ամեն ինչի հետ, բոլորին։ Դրանք դուք այս հարցի պատասխանը դուք պիտի տաք։ Դուք պիտի տաք ու դուք պիտի երազեք, որ դուք այդ հարցի պատասխանները ձեզանից լսելուց դուք հասցնեք փախնեք, չասեմ, հա, որ դուք կարողանաք այս հարցին պատասխանել ու մնաք անվնաս։ Այսա հարց է լինելու։ Հա, մենք ձեզ այս մարդկանցից ոնց ենք փրկելու։ Չէ՞ որ դուք այս ամեն ինչի համար թիվ 1 պատասխանատուներն եք, հա։ Նիկոլը կապ չունի, ինքն ասում է պատերազմը չի եղել իմ օրոք։ Ես եմ պատահական այդ ժամանակ եղել, բանը վարշապետ։ Այդ իսկ ուրեմն ձեր օրոք ա եղել։ Բա ասելու է ես կապ չունեմ։ Այդ գլխավոր շտաբի պետն ա եղել մեղավոր, բանն ա եղել մեղավոր, պաշտպանության նախարարն ա եղել մեղավոր, ԱԱԾ պետն ա եղել, դատախազն ա եղել։ Իհարկե դուք բոլորդ եք եղել մեղավոր։ Պետք է ասի իմ քարոզիչ տականքներն են եղել մեղավոր, ով է նրանց ասում իմ համար քարոզաներին։ Ես կապ չունեմ, իհարկե իմ համար քարոզան են։ Դες ու դες հարցին նաև դուք պետք է պատասխանեք։ Ու այսօրվանից մտածեք այս հարցի պատասխանների մասին, որովհետև վաղ թե ուշ այդ դուրը ձեզ ծեծելու են։ Այսօր արդեն ծեծում են ձեր դուրը։ Բայց հիմա ուզում հարց տամ էլ այն մարդկանց, որոնք այդ իմ ասած մարդկանց տեսնում են փողոցում։ Ձեր մտքով ոչ մի բան չի ասում։ Դուք չունեք սրանցից պատասխան։ Չէ՞ որ բարը գնալու է, նույն Կարմենը գործի ազատության ռադիոկայանի գրասենյակ, այնտեղ կան այլ լրագրողներ։ Հիմա ձեր լրագրողական միջավայրում չեն ասելու եք թե չէ, Կարմեն, դու Եվանից դարար լրագրողից քարոզիչ։ Ասելու եք թե ասեք, դե լավ, դե մեր Կարմենն ահա հիմարությունն արել կամ չգիտեմ, ինքը ուրիշ բանի նկատուներ բա։ Հա, բայց իր էջն է ինչ ուզի գիտի, անշուշտ իր էջն է ինչ ուզի գիտի։ Մենք էլ ասում եք ինչ որ գրել է, հա։ Հիմա ազատության լրագրողներ, ձեզ լուրջ հարց եմ տալի, դուք բառ ասելու եք, Կարլեն, դու քարոզիչ ես, հետևաբար դու մեր այս կոլեկտիվի թշնամին ես։ Եթե իհարկե ամբողջ կոլեկտիվ ազատություն ռադիոկայանի հենց տենց քարոզչությամբ չի զբաղված։ Ասելու եք թե չէ։ Շատ կասկածում եմ, որ ասեք։ Որտեղ պրակտիկան սենց է ցույց տալի։ Դե ինչի վատամարտելն են, որ ինքը համարյա պրայմ առաջի լեզի է դարել ընդեղ էլի, ինքն հարցերը որոշողը, բաղը կարող Թամրազյանի տեղը նստի, բան, սենց բաներ կամ ինչի վատամարտելն են, որ ինչ գործն է եւ այլն, այսպես պետություն են կորցնում ժողովուրդը։ Այսպես պետություն են կորցնում մենք։ Այս դրա մասին խոսալու ենք հետո։ Երգիրը ոչնչացրեցին, վերացրին, սա թաղեմ Նիկոլին էլ, Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժին էլ, այս սաղ, այս ժողովրդի, այս զինվորների, անմեղ սաղ մեկը մեկից ջայել, մեկը մեկից սիրում, մեկը մեկից ուսումով տարավ սաղի գլուխը կերավ, թաղեմ իրան։
Իր տղեն ու իր երեխեքը պետք է թային, որ իմանար ինչ բանա։ Չգիտեմ, ես մեր ժողովրդի վրա զարմանում եմ։ Ինչ պետքա լինի, որ դուրս գան իրանք, ինչ պետքա լինի։ Սրանից ավելի Թուրքիա եկեք ասել այդ ասում Սևան բանակ հասե, դուրս արեք, ինչի դուրս չեք գալիս։ Մեկը ես առաջ երթին ես կգնամ, ամեն ինչներ կասեմ, ամեն ինչ, բայց թե ուրա ոչ մեկ ոչ դուրս ա գալի, ոչ էլ ձեն ա հանում։ Մեր ասեք պատասխան տվեք լրագրողներ թուրքական քարոզությունով զբաղվող, Նիկոլ Փաշինյանի գովքարանող, իր հանցագործությունները թաքցնող, ժողովուրդ այս բանը որ տեսնում եմ, այս քանակությունը ես որ տեսնում եմ, բանը վախենալու շատ է։ Իրոք վախենալու շատ է, որովհետև sense մտածում ես, լավ, sense բանը լսեցիր աղբատ կգա ասենք էլի։ Միանգամից վակուում անում։ Չնայած ժողովրդական խոսքն ասում է միջև մեռնի հինը չի ծնվելու նորը։ Այո, պետք է sense առանց ափսոսալու, sense լցնել աղբամանը, թողել որտեղը նոր բան ծնվի։ Իմ ջալոց ծնվել ասեցի հիշեցի։ Ես խոստացել էի իմ հաղորդումներից մեկի ժամանակ, որ եթե մարդիկ կան լրագրողներ, սկսնական փորձառու, որոնք ուզում են ֆիլմեր նկարել, մեր պատմության մասին, մշակույթի մասին, չգիտեմ, ցանկացած մեր մասին, ինչ որ ֆիլմ նկարեն, ես պատրաստ եմ ինքնաճանաչում YouTube-յան ալիքով այդ ֆիլմերը ցուցադրել։ Հա, եթե դուք ունեք մի բան, որ ուզում եք անեք, մի թեմա, ինչի մասին ուզում ա լինի, ինքնաճանաչում ֆորմատի մեջ, հա, ցանկացած բան մեր մասին, որտեղ YouTube-յան հարթակը շատ աղքատ է։ Ֆիլմ շատ աղքատ է։ Ձեր պետությունը չի արել այդ գործը, կամ արել է իր լիմիտների մեջ, հա։ Իսկ իրականում այնքան բան կա խոսալու, մասնագիտական այնքան նեղ քննարկելու եւ լուսաբանելու բաներ կա, որ մի ամբողջ կյանք չի ելիքի։ Ես առաջարկում եմ տրամադրում եմ իմ հարթակը, նկարեք ֆիլմերը եւ ես պարտավորվում եմ այդ ամեն ինչը դնել YouTube-յան էջում։ Իմ հետ կարող եք կապվել, email-ը կարող եք գտնել իմ email-ը տակը։ Լսենք մեր ընկերուհուն։ Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Իհարկե ոչ։ Բռնապետական է։ Ինչ եմ այդպես կարծում։ Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Իհարկե ոչ։ Բռնապետական է։ Ինչ եմ այդպես կարծում։ Դե ամեն ինչ պարզ ակնհայտ է, էլի։ Ապացուցելու կարիք չկա։ Իրենք հռչակել են այդպես ասած ժողովրդավարական սկզբունքների փր, բայց իրականում ամեն ինչ լրիվ հակառակն է։ Հայաստանը Ես ուրախ եմ, որ երիտասարդները այս ամեն ինչը հստակ հասկանում են։ Իմ ջալոց, այս վերջի խոսքերը, այս վերջի մասը հատուկ երիտասարդներն եմ ուզում նվիրել, հատուկ։ Ոչ թե մեծերը կարող են չլսել, չէ, մեծերին էլ է վերաբերվում, բայց ես ուզում եմ շեշտված երիտասարդները սա լսեն այս վերջի մասին։ Լսենք մեր։ Համբեր սպասում եմ 2026 թվականի ընտրություններին եւ վստահ եմ, որ մենք կրելու ենք այդ ընտրությունները։ Այս համասին խոսացելը, սա Գյումրիում ծեծուտելուց հետո է, պարտություն կրելուց հետո է, ուզում եմ զգաք այս ագրեսիան, այս հարձակողական անհամբեր ինքը սպասում է, որ իրենք կկրեն, բա ես ինչքան անհամբեր եմ սպասում Ալեն Սիմոնյան 2026 թվականի ընտրություններին, որ դուք կրեք, բայց կկրեք ցախ, քար, ավազ, ցեմենտ, ինչ ասես։ Ես ձեզ այդ հնարավորությունները կտամ, բայց իհարկե աշխատանքային գաղութում պարապ չեք նստելու։ Չէ, դուք պետք է աշխատեք, այնքան պետք է աշխատեք, ինչքան ապրում եք, ինչքան ձեր գոյության ընթացքում կլինեք, հա, այնքան դուք պետք է աշխատեք։ Այն ժամանակ կրեք դուք ամեն օր։ Ես ուզում եմ այս հարցին շատ հիմա լուրջ նայենք։ Սա պարտված մարդու դեմք է։ Սա, որովհետև ինքնավստահ մարդը չի հարձակվում, որ ժողովնելու ենք, հա, դες բան չի անում։ Եթե դուք նկատել եք, ինքնավստահ մարդիկ շատ հանգիստ են եւ իրանց ժեստիկուլյացիայի մեջ, եւ իրանց միմիկաների մեջ, եւ իրանց խոսքի մեջ։ Այս ագրեսիան վստահությունն է իրանք, որ իրանք արդեն ամեն ինչ կորցրել են։ Ու հիմա այս ագրեսիայով ուզում են ասել, որ մենք վստահ ենք մեր հաղթանակի վրա։ Դուք չկաք արդեն գոյություն չունեք։ Իսկ
Հաղորդման վերջում Նժդեհով, չէ, նախավերջինն է սա։ Նժդեհի խոսքերն ասել, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում են նրանց պակասի պատճառով։ Գարեգի Նժդեհն է ասում։ Այստեղ եմ ուզում երիտասարդների հետ խոսամ։ Տեսեք, սիրելի երիտասարդներ ջան, ձեր ուսերին մնաց ահռելի եւ ահավոր ծանր բեռ։ Աններելի, ես որպես ծնող, չէ՞ որ իմ երեխաները, աղջիկս 29 տարեկան է։ Ես ինչ եմ թողում իմ երեխային։ Հա, ես որպես ծնող եմ խոսում։ Ձեր վրա այն ծանրությունը որ մնաց, սա աններելի եմ համարում։ Ուզում եմ հասկանալ, որ դրա այդ բոլոր հարցերի լուծում կա մենակ այս հայրենասիրությամբ Նժդեհի սահմանած բարոյական, ազգային, քաղաքական այս հարթությունների սահմաններում, բարձր բարոյականության սահմաններում այս հարցերը լուծում են միանգամից։ Հա, իսկ եթե լքում է այդ ամեն ինչը մեզ, մենք դա ուղղակի կոչում ենք հայրենասիրություն է։ Իսկ եթե բարձր չափանիշները մենք մեզ լքում է, նշանակում է մենք արժանի ենք, որ չունենանք պետություն։ Այստեղ ես դրա համար եմ ուզում այս երիտասարդների հետ քննարկել։ Սա մեր որոշելու բանն է։ Ես էլ եմ էլի զդնում երիտասարդների մեջ։ Իմ 52 տարեկան հասակին։ Սա մեր որոշումն է։ Ոչ մեկ մեզ չի կարող, այս արդեն ես 53 եմ կներեք։ Մեկ տարի դա ջահելացեցի ինձ։ Հա, բայց երիտասարդ եմ դեռ։ Մեզանից ոչ մեկ չի կարողանալու ավելին պահանջել, քան մենք կարող ենք տալ։ Չենք կարողանալ։ Если մենք հայրենասիրություն չունենք մեր մեջ, որ այս երկիրը պահենք, ո՞ց կարող է մեզանից պահանջել։ Չէ՞ որ ես չեմ կարող գնալ փողոցում եկի մոտենալ, ասեմ, դու ինչի՞ չես վրթովում եւ ոգ բանանում, նեղվում ես ամեն ինչ որ կատարվում է քո կողքը։ Այդ մարդուն կարող է հետաքրքիր չի։ Իրա մի բուր ցորենը ինքը ուտի իր համար լավ է, ի՞նչ տարբերություն որտեղ է ուտելու եւ ոնց է ուտելու։ Ասեք։ Եթե դա է, ուրեմն մենք կորցնենք ամեն ինչ։ Իրոք կորցնենք ամեն ինչ։ Եթե մենք որոշում ենք, որ դա չենք, ուրեմն հանձնվել չկա։ Ուրեմն պետք է ունենանք մեր հստակ մայակները, այս ուղեցույցները, որ մեզ տանելու է հաղթանակի։ Մի բառով դա կոչվում է հայրենասիրություն։ Համակարգված դա կոչվում է ազգային գաղափարախոսություն, բարոյական բարձր չափանիշներ, որովհետև այն ազգերը, որոնք դրանցից հրաժարվում են, իրանք կորում են։ Իրանք կորում են ուղղակի։ Եթե մեր կորելու ժամանակն է, արեք դարձ չանենք ուղղակի։ Որտեղ ինչ եղավ մեր հետ, նշանակում է մենք դրան արժանի ենք։ Ես տեսեք հանգիստ տոնով, առանց ջրանանալով, լացու կոծանելով, շողերս ջրելով, ասում եմ, եթե եղավ, ուրեմն մենք դրան արժանի ենք։ Սենց ասեմ, ուրեմն դրան էինք արժանի։ Ոչ մեկից ես չեմ կարող մեղանալ, որովհետև Նիկոլը իր գործը պետք է աներ, Սատանան նաև Նիկոլի ձեռքով իր գործը պետք է աներ, Ալեն Սիմոնյանը իր գործը պետք է աներ, հա, սրանք իրաց գործը պետք է անեին։ Իրանք երթում են կերել դրա համար, իրանք դրա համար ինչ որ մի բան են ստացել, էական չի։ Մենք մեր գործը չենք անում։ Եթե պետք է իրանք ավելի ուժեղ դուրս գան, նշանակում է սա էր մեր հասանելին։ Սա է մեր հասանելին։ Իսկ վերջում ես ուզում եմ լսել կողքից կարծիք մեր մասին։ Ես կթարգմանեմ։ Когда-нибудь я уеду из Армении, но будут вещи, о которых я буду... Когда-нибудь я уеду из Армении, но будут вещи, о которых я буду вспоминать до конца своей жизни. Да, это сейчас будет очень лирично. Երբ որ ես գնամ Հայաստանից, երեք բանի մասին եմ շատ ափսոսելու։ Կլսենք ռուսերենից այդ մեր սփյուռքահայերի համար ես կթարգմանեմ։ Первое – это то, когда появляется Арарат. Точнее, мои эмоции, когда я вижу Арарат без облаков. Я бы никогда в жизни не подумала, что я буду так радоваться просто горе, которую я вижу отчетливо. Но это не описать словами, и это не передать, если ты здесь не жил, насколько это классно увидеть Арарат и ясное небо. Առաջին ասում եմ, դա ամենաշատը կկարոտեմ, կոչմանը, որ ես Արարատը չեմ տեսնելու։ Մանավանդ, երբ որ դա պարզ եղանակին է։ Երբ որ ես լսում եմ առաջին անգամ ես հիշեցի իմ այցելությունը Ճապոնիա, երբ որ առավոտ հյուրանոցից դուրս եկա, աչքերս բանվածեցի, բարակույրը, դիմացեց իրանց Ֆուջիներ, որ Արարատի նման է, իրանց սուրբ լեռնա, ոնց որ մեր համար Արարատն է։ Սենց կանգնած սենց նայում եմ, դե իրանց սրբությունն է դա, գալիս են մի հրաշք տեղ է, ինչ որպես տեղ էլի,
ասում եմ պաշտամունքի առարկա է այս ֆուջին իրենց համար։ Հետաքրքիր է, բավոր հանգարց իրանք Արարատ ունենային։ Վստահեցնում եմ ձեզ դրանք նույն բանը չեն։ Մեր Արարատը, դե ֆուջին որ դες կողքա Արարատի ինքը մի հատ համեստ բլրակ է դառնում են, համեստ բլրակ։ Սես ու նայում եմ։ Քանի որ ես երրորդ մաս եմ ապրել ու իմ պատշգամբը հենց նայում եմ Արարատին։ Ես 9-րդ հարկում եմ ապրում, դիմացը հանգարցող բան չկա, սես դիմացը Արարատ։ Ես շատ եմ տեսել, ես համատության մեջ ասում եմ իրոք պետք է գնայիր հեռու, համատեի, որ հասկանայի դու ամենուր ինչ ես տեսել։ Սա ինձ առաջվա թեմային է վերաբերվում։ Սա էլ է հայրենասիրության մեջ մտնում։ Երբ որ տեսեք ռուսնա, դա զգում ես, մեկ մի հատ անբացատրելի բան է։ Անբացատրելի բան է դա։ Ու այս զգացումը ոչ միտեղ գոյություն չունի, ասում Ֆուջիի տակը կանգնած ես, մի հրաշալի տեսարան է, բայց բլրակ է էլի համատության մեջ, որտեղ մեր աչքը ուրիշ, իմ աչքը, լեկստված աչքը, էլի ուրիշ բանի է սովոր նայել։ Հա, սիրուներ, հա, տպավորիչ է, բայց դա չի։ Լսենք։ Это сразу плюс 100 к настроению, к заряду бодрости и вообще какого-то детского счастья. Второе – это то, как цветет абрикос. Это же невероятно красиво. И вообще сами абрикосы, если честно, я попробовала впервые в Армении. Точнее, как, конечно, я ела абрикосы до этого в своей жизни, но я не ела абрикосы до этого в своей жизни, потому что такие вкусные абрикосы, оказывается, есть только в Армении. И вот какие они должны быть, такие только в Армении. Երկրորդը խոսում է Ծիրանի մասին, ոնց է ծաղկում Ծիրանենին եւ ինչ համով է Ծիրանը Հայաստանում։ Ասում եմ, ես կյանքում չի եկել Ծիրան, ասում եմ Ծիրան կերել էի, ասում, բայց մինչեւ ես կերա Ծիրան Հայաստանում, ես նոր հասկացա ինչ է նշանակում Ծիրանը։ Ես ինչ եմ սա դնում։ Երրորդը ինքը ասում է, որ հայ մարդու это были не абрикосы. Это было непонятно что. Поэтому երրորդը խոսում է հայ մարդու ժպիտի մասին։ Տեսեք, երբեմն կարևոր է կողքից մեզ նայել ուրիշի աչքերով։ Իսկ ես վերջի 2 տարվա մեջ, ես 2-3 տարվա մեջ արդեն, հա 3 տարի է։ Ես ես բարբերաբար նայում եմ այդ ռուսների, որոնք հայտնվել են հայկական իրականության մեջ, իրանց հաղորդումները, տպավորությունները, որտեղ ինձ դա բան է, ինֆորմացիա է, էլի։ Մենք մեր ներսում մենք չենք տեսնում, այս կողքից երբեմն մեզ բաների մասին են հուշում, որ մենք չենք նկատում ավելի այդ։ Տեսեք ինչի մասին է խոսում ռուսը, ինչին ինքը պետքա կանոտի։ Հիմա կարող է մեզանից շատերս վստահ եմ, նոր սկսեցի մտածել դրա մասին։ Որովհետև դե մեր ամեն օրվա բանն է, հա, սիրուն է, ծաղկես Ծիրանենին, հա, համովա Ծիրանը, հա, հայ մարդի ժպիտը ուրիշ է, այո, ուրիշ է, որովհետև այդ արցունքների մեջից է ժպիտը։ Արցունքների մեջից է ժպիտը ու այնքան քիչ է երևում այդ ժպիտը հայ մարդու դեմքին։ Հայ մարդու դեմքին, ես փոքրիկ երեխեքի դեմքին երկրաշարժից հետո, երբ որ լրագրողներ էին եկել, ես հիշում եմ այդ հոդվածը, երեխաների էին նկարում բան, ես մեծ բան կարդացի, հոդված կարդացի, որ ինչքան մեծ են հայ մանուկների աչքերը, ինչքան բան։ Դրա մասին իմիջիալոց ասես նաև Պոզները մի անգամ հաղորդման ժամանակ, երբ որ ինքը այցելել էր Հայաստան, տեսեք ոնց հիշեցի։ Ասում եմ, երբ որ նայում ես հայ մանուկների աչքերի մեջ, այնտեղ մանկական հայացք չկա, որ արդեն գործ ունես մեծ մարդու հետ։ Ինքը արդեն երեխա չի։ Հայաստանում ասում եմ ես երեխեքի մեր աչքերի մեջ դա է տեսնում։ Բայց ինչ անենք այս ամեն ինչի հետ։ Թուրքը եկել ուզում է վերացնել այս ամեն ինչը, ժողովուրդ ջան։ Թուրքը Նիկոլ Փաշինյան թուրքը վերացնում է այս ամեն ինչի մեջ։ Մարիա Կարապետյանների Կարլեն Ասլենյանից։ Ինչ անենք։ Դիմադրելու ենք թե թողելու ենք այս ամեն ինչը տեսնել։ Ես չգիտեմ ոնց սա անձնական հարթության վրա կայացող որոշումը, ես իմ որոշումը կայացել եմ։ Քանի կամ, քանի հնարավորություններ կա։ Փորձելու ենք վերածնվենք, իսկ վերածնվելու համար նախ պետք է ինքներս մեզ ճանաչենք, վերարժևորենք, հասկանանք ինչ ենք ուզում։ Եթե մենք ունակ չենք ճիվաղին փողոցում տեսնելու, ես որ ասեմ ճիվաղ բոլորին նկատի ունեմ, հա, մեր ձևով իրանց վրա ազդելու, թողելու ենք իրենք ինչ ուզենան անեն, մենք պատրաստ չենք վատամարդ զգալու, պատրաստ չենք դիմադրելու, նշանակում է մեր վերանալու ժամանակը եկել է։ Ես այդ կարծիքին չեմ,
բայց եթե դա այդպես դուրս գա արդյունքում, կհամարեմ, որ ես լավատես էի։ Թող ես լավատես լինեմ, ես չեմ հանձնվելու, ինչքան դա հնարավոր է։ Բայց եթե նորից եմ ասում, վերջում պարզվի, որ մենք ոչ մի բանով չկարողացանք ես ամեն ինչի դեմ դառնանք, ուրեմն տեսակարար կշռով մարդկայինը հայկական այնքան քիչ էր մնացել, թուրքը կերավ մեզ ուղղակի, կերավ օգտվելով մեր թուլություններից, լավամարդանելու, կեղծավորությունից, ծախվելուց, կաշառվելուց, անտարբերությունից, ազգայինից հրաժարվելուց, մի խոսքով, հարմարվողականություն, դա բոլորը մեղքեր է, ոնց կարելի է այսքան մեղքի մեջ ապրել։ Ես չի ուզում ծանր տոնով ավարտեի, բայց ուզում եմ, որ մենք մտածենք ու մի բան անենք։ Ով ինչ կա։ Իսկ ապրիլի 24-ի հայտարարությունների ես սպասում եմ։ Եվ ովքեր ուզում են ֆիլմ նկարել, ինչ-որ բան մասին, մեր ինքնաճանաչման մասին, սիրով ուղարկեք ինձ եւ ես կտալեմ ճանաչում ալիքով։ Այսօրվա համար այսքան, ամենացեք։